Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած մարդ կա, որը ինքն է ընդունել, ասել, բացահայտել, որ ինքը եղել է անվտանգության մարմինների գործակալ։ Արադ Միրզոյանի մասին եք խոսում։ Դա իր մասին է խոսքը մինչև հիմա եղել։ Եթե դա կոմպրոմատ է, ինչ գործ ունի այդ մարդը Հայաստանի բարձրագույն իշխանության մեջ։ Դες կպատասխանեմ, որ եթե Արադ Միրզոյանի մասին է խոսքը, կպատասխանեմ, որ ինքը ՀԱԱՑ գործակալ է եղել, բայց Եզրա Սրբազանին մեղադրում են հին բարի սովետական վախենալու KGB-ի գործակալ լինելու մեջ։ Դա է տարբերությունը։ Իսկ ուր է Խորհրդային Միությունը, իսկ ուր են ապացույցները, եւ վաղը կարող են օրինակ ձեզ կամ ինձ մեղադրեն Մոզամբիկի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Մոտ չի։ Դա էլ է լինելու, պարոն Մանուկյան։ Մարդ, հատկապես բարձր պետական պաշտոնյան, առավել եւս երկրի ղեկավարը իր խոսքերի արժեքը պետք է իմանա եւ հասկանա, որ ինքը այլևս դեղին մամուլի լրագրող չի։ Ինչ է նշանակում KGB-ի գործակալ։ 91 թվականից հետո իրենց ասած KGB-ն այլևս չկա, բայց իրավահաջորդ ունի։ Իրավահաջորդ ունի, եթե իրավահաջորդ ունի եւ ունեն տվյալներ, որ Եզրատ Սրբազանը կամ որևիցե մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի համագործակցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, անկախ նրանից կլինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Պարսկաստանը, Թուրքիան վերջիվերջո ազգային անվտանգության ծառայությունը պետք է այդ մարդուն ձերբակալի, մեղադրանք ներկայացնի, քննություն տարվի եւ այդ մարդը պետք է դատապարտվի։ Եթե չկա այդ գործընթացը, ապա դա մերկապարանոց հայտարարություններ են։